Սեպտեմբերի 1-ին իմ պայմանագիրն է լրանում եւ այդ ժամանակ խնդիրը կլուծվի, այսպես է արձագանքել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը սեպտեմբերից այլևս չի դասախոսելու համալսարանում։ Ժողովուրդ օրաթերթը ավելի վաղ հայտնել էր, թե հուլիսի 7-ին Ղազինյանին տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս աշխատանքային պայմանագիր չի կնքելու։ Հարցին, թե արդյոք ցանկանում է շարունակել դասախոսական գործունեությունը, Ղազինյանը շեշտել է. բնականաբար, հավելելով, որ մինչև սեպտեմբերի 1-ը դեռ ժամանակ կա, որից հետո պարզ կլինեն եւ իր քայլերը եւ համալսարանի որոշումը։ Գագիկ Ղազինյանը Հայաստանի իրավաբանական կրթության համակարգում առանցքային դեմքերից է։ Նա շուրջ 30 տարի ղեկավարել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաեւ զբաղեցրել է պետական ու մասնագիտական բարձր պաշտոններ, լինելով Արդարադատության խորհրդի անդամ։ Մինչ այս պահը Մայրբուհը պաշտոնական հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Ոչ Ադրբեջանի ՄԻՊ-ը եւ ոչ էլ Նիկոլ Փաշինյանը Բաքվում ապօրինի դատապարտված Ռուբեն Վարդանյանի կնոջ դիմումներին չեն պատասխանել։ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ հուլիսի 30-ին երկրորդ անգամ է պաշտոնական նամակներ ուղարկել Սաբինա Ալիևային եւ Նիկոլ Փաշինյանին Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։ Վարդանյանի կինը Ադրբեջանի ՄԻՊ-ին խնդրել է աջակցել Ումբակիի քերեկատորական հիմնարկում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, որոշակիացնել այցի հնարավոր ձևաչափը, ընտանիքների կողմից փոխանցվող ծանոթների հանձնման կարգը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի գտնվելու եւ անխոչնդոտ ելքի պայմանները։ Փաշինյանին ուղղված նամակում էլ Զոնաբենդը խնդրել է նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի եւ ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական աջակցությունը։ Ոստիկանությունը արդեն 4-րդ օրն է չի կարողանում գտնել Իդրամի ինկասատորը կողոպտած 51-ամյա տղամարդուն։ Հուլիսի 28-ի գիշերը ժամը 1:30-ի սահմաններում իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քանի ժամ առաջ Երևանի հարավ-արևմտյան թաղամասում Անդրանիկի փողոցի հասցներից մեկում տղամարդը բացել է ինկասացիոն ավտոմեքենայի հետևի դուռը եւ սրահից հափշտակել դրամական կապոցներով լցված 34 պայուսակ։ Այս տարվա օգոստոսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինեն կլիմայական նորմայի սահմաններում, հայտնել է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։ Մեզ սպասվում է մեղմ կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս, նշել է նա։ Հայ հիդրոմետրի կանխատեսումների համաձայն այս տարվա օգոստոսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արտարոց շոքեր կամ արտարոց ցրտեր չեն սպասվում։ Մեզ սպասվում է մեր կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս։ Հիդրոթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-ից 28-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Կենտրոնում ամբողջ շաբաթ Արաբկիրում հուլիսի 22-ին եւ 28-ին։ Հուլիսի 22-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն կենտրոնում։ Թեհրանին արագ ու ջախջախիչ հարված հասցնելու եւ կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը բացարձակ պատրանք են, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային։ Պաշտոնյան խիստ նախազգուշացրել է, որ Իրանի դեմ հարձակման դեպքում պատասխանը այնքան կործանարար է լինելու, որ ամբողջ տարածաշրջանն ու նրա ենթակառուցվածքները կվերադարձվեն քարեդար։ Նա հակառակորդներին կոչ է արել զերծ մնալ անխոհեմ քայլերից, շեշտելով, որ ագրեսիայից հրաժարվելը բխում է հենց նրանց շահերից եւ թույլ կտա խուսափել աղետալի էսկալացիայից։ Today we gather in the deepest gratitude and Ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ցանկացած ժամանակ մտնել այնտեղ եւ վերցնել գրեթե այն ամենը, ինչ կցանկանա, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Խոսքը 2025 թվականի ապրիլին ստորագրված փաստաթղթի մասին է, որով Վաշինգտոնը ստացել է Ուկրաինայի ռազմավարական եւ կրիտիկական նշանակության հանքանյութերը գնելու բացարձակ առաջնահերթություն։ Ուկրաինան բավականին հարուստ է հազվագյուտ մետաղներով եւ ըստ համաձայնագրի մենք կարող ենք վերցնել ամեն բան, ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը։
Առաջիկա շաբաթներին Վաշինգտոնը կակտիվացնի դիվանագիտական ջանքերը պարզելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ երկու կողմերն էլ ունեն հստակ կարմիր գծեր եւ առանց այդ դիրքորոշումների որոշակի մերձեցման ցանկալի արդյունքի հասնելը անհնար կլինի։ Խաղաղությանն ուղղված այս քայլերի համատեքստում սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կայցելեն Կիև Ուկրաինայի անկախության օրվա միջոցառումների շրջանակում։ Միացյալ Նահանգները հնարավոր է ռազմական հարվածներ հասցնի Իրանին հանգստյան օրերի ընթացքում, հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի աղբյուրները սակայն շեշտել են, որ Վաշինգտոնը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այս հարցում եւ չի բացառվում, որ նախատեսվող ռազմական գործողությունը ի վերջո ամբողջությամբ չեղարկվի։ Պորտուգալիայի հյուսիս-արևելքում շարունակվում է պայքարը լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Աղետի գոտում աշխատում է մոտ 1000 փրկարար, ավելի քան 300 տեխնիկայի եւ 12 հրշեջ օդանավի ներգրավմամբ։ Վնասվել է 21 բնակելի տուն եւ մի շարք այլ շինություններ։ 5 մարդ, այդ թվում 3 հրշեջ եւ 1 ոստիկան ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Իշխանության գնահատմամբ հրդեհն արդեն ոչնչացրել է մոտ 15000 հեկտար խաղողի ու ձիթապտղի այգիներ եւ անտառածածկ տարածքներ։ Իսպանիայի հյուսիսաֆրիկյան Սեուտա եւ Մելիլիա էքսկլավներում ընդամենը մի քանի օրում Մարոկոյից ներխուժել է մոտ 60000 միգրանտ, որոնցից 67-ը զոհվել է սահմանը հատելիս։ Ստեղծված քաոսային պայմանների, սննդի եւ կացարանի բացակայության պատճառով արդեն շուրջ 53000 միգրանտ ստիպված կամավոր վերադարձել է Մարոկո։ Մարոկացի ուժայիններն աջակցել եւ համակարգել են միգրանտների տեղաշարժը, բեռնատարներով նրանց տեղափոխելով անմիջապես իսպանական սահման։ Մադրիդը օգոստոսի 1-ից սկսել է 500 մետր երկարությամբ նոր լողացող արգելապատնեշի տեղադրումը։ Միգրացիոն կոլապսը միջազգային սկանդալի պատճառ է դարձել։ ԱՄՆ պետդեպարտամենտը մեղադրել է Իսպանիային դեպի Եվրոպա ապօրինի միգրացիան միտումնավոր խթանելու համար։ Եվրամիության ղեկավարությունը խստորեն դատապարտել է տեղի ունեցողը, իսկ Իտալիան ու Ֆրանսիան, պաշտպանվելով միգրանտների նոր խոսքերից, խստացրել են սահմանային վերահսկողությունն ու ժամանակավորապես սահմանափակել Շենգենյան ազատ տեղաշարժը։ FIFA-ն հրաժարվել է իր կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից։ Ուշադիր լսելով բոլոր կարծիքները, մենք եկանք այն եզրակացության, որ նախագիծը առաջացրել է տարաձայնություններ, որոնց պայմաններում դրա իրականացումն այլևս չի համապատասխանում ի սկզբանե դրված նպատակին։ Տվյալ առաջարկը չի իրականացվի։ Sky News հեռուստաալիքին հայտարարել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Հուլիսի 28-ին FIFA-ն հայտարարել էր, որ պատրաստվում է մասնավոր ներդրողներին վաճառել նոր ստեղծվող կառույցի բաժնետոմսերի մոտ 20%-ը, իսկ UEFA-ն եւ մի շարք այլ կառույցներ հայտարարել էին, որ բոյկոտում են FIFA-ի առաջարկը եւ 55 անդամ ասոցիացիաներ չեն մասնակցելու որևէ մրցաշարի ծրագրի իրականացման դեպքում։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների ֆոնին Իրաքյան Քուրդիստանում տեղակայված իրանական քրդական խմբավորումները հայտնվել են Թեհրանի ինտենսիվ հրթիռային եւ անօդաչու հարվածների թիրախում։ Իրանական կողմն այս կերպ փորձում է ճնշել սահմանամերձ շրջաններում ցանկացած հնարավոր խռովություն։ Մինչ Վաշինգտոնն ու Թել Ավիվը աջակցության ազդանշաններ են հղում, քրդական ուժերը դժգոհում են զենքի բացակայությունից, կասկածի տակ դնելով Իրանում իշխանափոխության հարցում արևմուտքի լրջությունը։ Իրավիճակը բարդանում է նաեւ Էրբիլի դիրքորոշմամբ։ Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները ճնշում են գործադրում այս ջոկատների վրա, պահանջելով դադարեցնել ակտիվությունը, տարածաշրջանն իրանական հաշվեհարդարից պաշտպանելու նպատակով։ Արդեն իսկ գալի մարդկային զոհերի եւ ավերածությունների հանգեցրած այս իրավիճակում փորձագետները զգուշացնում են, առանց անվտանգության հստակ երաշխիքների քրդական գործոնի շահարկումը ոչ թե ռազմավարական հաջողություն է, այլ նոր արյունահեղության ուղիղ ճանապարհ։